Ադրբեջանում այս պահին պահվում է 19 հայ գերի եւ այս հարցը շարունակում է մնալ ինչպես քաղաքական, այնպես էլ իրավական օրակարգում։ Օրեր առաջ Ադրբեջանում է ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նաիրա Սուլթանյանը, ով տեղում քննարկումներ է ունեցել գերիների թեմայով։ Մեծ հետզրույցում Սուլթանյանը ընդգծում է երկու կողմերն էլ եւ Հայաստանը եւ Ադրբեջանը ունեն հումանիտար հարցերի շրջանակ։ Հայաստանին հուզում է գերիների եւ անհետ կորած հայերի հանգամանքը, իսկ ադրբեջանական կողմին ականների պայթյուններից զոհված կամ վիրավորում ստացած անձանց ու 1990-ական թվականներից անհետ կորածների հարցը, քանի որ պաշտոնական տվյալներով այս պահին Հայաստանում ադրբեջանցի գերիներ չկան։ Երկու հասարակությունները շատ տարբեր ընկալումներ ունեն այս համատեքստում։ Մեզ համար սա վրեժխնդրության եւ հումանիտար միջազգային իրավունքի խախտման խնդիր է, մինչդեռ իրենց համար սա տեղավորվում է շատ պարզ հանցագործություն եւ պատիժ տրամաբանության մեջ։ Ես հիմա խոսում եմ մեր գերիների եւ պահվող անձանց կոնտեքստում։ Դե մենք փորձում ենք մեր հիմնական արգումենտը այն էր, որ չի տեղավորվում այս հարցը այլևս խաղաղության տրամաբանության մեջ։ Մենք այլևս այցելում ենք իրար, հատում ենք ցամաքային սահման, արդեն կա առևտուր, տնտեսական կապեր եւ այլն, ուստի ինչպես կարողանանք հավատալ, որ կան նաեւ պահվող անձիկ Բաքվում։ Նաիրա Սուլթանյանը դրական է գնահատում միջազգային կառույցների արձագանքը այս խնդրին, սակայն ընդգծում է, որ այս խնդիրը կարող է լուծվել երկկողմ ձևաչափով, հաշվի առնելով ներկա աշխարհաքաղաքական իրավիճակը եւ զարգացումները։ Մենք ավելի շատ ուզում ենք հասկանալ, ինչպես կարող ենք վստահության ամրապնդման այնպիսի մի մակարդակի հասնել, որ կողմերի համար այս հարցը չդառնա իրար վրա ճնշում գործադրելու խնդիր, որպեսզի կարողանանք տարանջատել հումանիտար հարցերը եւ ցավոտ խնդիրներ չթողնենք խաղաղության գործընթացի ընթացքում։ Իսկ ինչպես են կարգավորվում ռազմագերիների իրավունքներն ու ազատությունները։ Ռազմագերիների խնդիրը կապված է զինված ընդհարման հետ եւ զինված ընդհարումների պատերազմների պարագայում գործողության մեջ է դրվում միջազգային իրավունքի նոր մեկ այլ ճյուղ, որը կոչվում է միջազգային մարդասիրական իրավունք եւ կան Ժնևյան կոնվենցիաներ, որոնք հանգամանալից կարգավորում են պաշտպանության ներքո գտնվող անձանց կարգավիճակը եւ կա համապատասխան կոնվենցիա, որը հենց վերաբերում է ռազմագերիների իրավական պաշտպանությանը, այստեղ կարող ենք գտնել դետալային կանոններ, թե նախ ով է համարվում ռազմագերին, ռազմագերիները ինչ իրավունքներ ունեն եւ ինչպիսի պայմաններում պետք է պահվեն հակամարտող պետության հսկողության ներքո։ Այլ կերպ ասած, Ժնևյան կոնվենցիաներն են, որ կարգավորում են այս հարցերը։ Իրավապաշտպանի խոսքով ռազմագերիների իրավունքներից ամենաառաջնահերթը նրանց ազատության իրավունքն է, որի չկատարումը համարվում է մարդասիրական իրավունքի լուրջ խախտում, որակվելով պատերազմական հանցագործություն։ Ռազմագերիների հիմնական իրավունքներից են նաև նրանց ֆիզիկական եւ հոգեբանական բռնության չենթարկվելու երաշխիքները։ Սակայն Շանթ Նյուզի հետ զրույցում Սահակյանը տեղեկացնում է, որ Ադրբեջանում հաճախ արձանագրվում են հայ ռազմագերիների իրավունքների խախտումներ, հատկապես ֆիզիկական եւ հոգեբանական բռնության հետ կապված։ Բազմաթիվ ահազանգեր են լինում, դրանք հիմնականում կապված են անձանց առողջական վիճակի հետ, նաև պահման այլ պայմանների հետ, առանձին իրավունքների իրացման հետ կապված բազմաթիվ սահմանափակումներ կան։ Վերջին մեզ նաև խիստ անհանգստացնող զարգացումը այն էր, որ թեև այդ ձևական դատավարությունները ավարտված են, սակայն դրանց արդյունքում կայացված դատավճիռները անգամ չեն տրամադրվել հայ գերիներին, նրանց ընտանիքի անդամներին կամ իրավաբաններին։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այս պահին Ադրբեջանում գործունեություն չի իրականացնում եւ հայ գերիների հետ կապը փաստացի չի ապահովում այդ կառույցի միջոցով։ Միջազգային Ժնևյան գրասենյակը կոնկրետ պայմանավորվածությունների շրջանակներում կարող է մեկանգամյա կամ ad hoc այցելություններ իրականացնել Ադրբեջան։ Մենք ունեցանք մեկ նման դրական քայլ, երբ 2025 թվականի դեկտեմբերի 24 եւ 25-ին ադրբեջանական կողմը թույլատրեց Ժնևյան գրասենյակի ներկայացուցիչների այցելությունը Բաքու, որի շրջանակներում այցելություններ են եղել հայ պատանների հետ, բայց սա բնականon կանոնավոր գործունեություն չէ։ Իրավապաշտպանի խոսքով հայ գերիների վերադարձի հարցը այս պահին ամբողջությամբ հրապարակային չէ, իսկ գործընթացում հիմնական դեր ունեն քաղաքական բանակցությունները եւ խաղաղության համատեքստում հարցը շարունակում է մնալ բարձրաձայնված։ Մասնագետների գնահատմամբ կայուն եւ հաստատված խաղաղության մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ լուծված կլինեն բոլոր մարդասիրական եւ մարդու իրավունքներին առնչվող խնդիրները։
Էլեն Խուդյան, Սեյրան Հակոբյան, Հորիզոն։